այս պալատը Եվրոպայում ամենամեծը չէ, բայց ամենագեղեցիկն է եւ ամենահայտնին իր կարևորությամբ։ Château de Versailles, Վերսալյան պալատներ։ Վերսալյան պալատը, տեղացիների լեզվով Le Château de Versailles, գտնվում է Փարիզից 20 կիլոմետր հեռու Վերսալ փոքրիկ քաղաքում։ Ներկայիս շքեղ վերսալյան պալատները կառուցվել են 1661-ին հին որսորդական մի ամրոցի տեղում կառուցող նախաձեռնող թագավորը Ֆրանսիայի Լուիս 14-րդն էր, Արև արքան, ինչպես նրան անվանում էին։ Նա ուզում էր Փարիզից այստեղ տեղափոխել իր պալատականներին եւ խորհրդականներին եւ Վերսալները դարձնել երկրի մայրաքաղաք։ Պալատը բաժանված է 3 մասի, աջ թևը թագավորի նստավայրն է, ձախը թագուհու, իսկ մեջտեղում նրանց զավակների։ Ընդհանուր թվով 700 մեծ ու փոքր սենյակներ, որի 70%-ը բաց է այցելուների համար։ Լուիս 14-րդը շատ է սիրում շքեղ կյանք, ուրախ տոներ, կառնավալներ, եւ այդ ավանդույթը պահպանվել է այժմ էլ։
ամեն ամառ բոլոր շաբաթօրերին պալատում կազմակերպվում են դիմակահանդեսային ուրախ երեկոներ։ Մուտքը ազատ է բոլորի համար, բայց վճարովի։ Պարտադիր պայմանն է հագնվել այնպես, ինչպես հագնվել են Արև արքայի պալատականները։ Այստեղից սկսվում է թագավորի նստավայրը։ Այն իր մեջ ներառում է թանգարաններ, ցուցադրասրահներ, ընդունելությունների սրահ, ննջասենյակ, հագնվելու սրահ և զանազան նշանակության այլ սրահներ։ Magic moments when two hearts are caring. Magic moments, memories we've been sharing. Պալատի բոլոր հատվածներից ամենաշքեղն ու տպավորիչը հայելիների գալերիան է։ Այն տեղակայված է շենքի կենտրոնական հատվածի վերնահարկում, միացնում է թագավորի և թագուհու նստավայրերը։ Հայելիների գալերիան ոչ միայն թագավորական խնջույքների, այլ նաև պաշտոնական ընդունելությունների հիմնական սրահն է։ When two hearts are caring, time can't erase the memory of these magic moments filled with love. Այս սեղանը և այս սրահը ծանոթ կթվա պատմական մի շարք ֆիլմերից։ Այստեղ էին հավաքվում Լուիս 14-րդի խորհրդի անդամները, որպեսզի քննարկեն պետական հարցեր։ Moments, memories we've been sharing,
magic moments when two hearts are caring. Time can't erase the memory of these magic moments filled with love. The way that we cheered whenever our team was scoring a touchdown. The time that the floor fell out of my car when I put the clutch down. The penny arcade, the games that we played, the fun and the prizes. The Halloween hop when everyone came in funny disguises. Magic moments filled with love. Այս հատվածում Վերսալյան թագուհիների նստավայրն է։ 3 թագուհի, ամենահայտնին վերջինն է Մարիա Անտուանետան, որին ասում են գլխատել են ֆրանսիական հեղափոխության առաջնորդները։ Բայց ըստ գոյություն ունեցող մի լեգենդի թագուհին կարողացել է գաղտնի դռնով փախչել պալատից և թաքնվել։ Վերսալյան պալատը որպես պաշտոնական նստավայր ծառայել է շուրջ 100 տարի, նախ Լուիս 14-ին, հետո Լուիս 15-ին և հետո Լուիս 16-ին, մինչև 1789 թվականը, մինչև ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Այժմ Վերսալյան պալատը իր այգիներով և կից շինություններով պատկանում է Ֆրանսիայի Հանրապետությանը, պետական սեփականություն է և ծառայում է որպես Ֆրանսիայի պատմության թանգարան։ Տարեկան 3 միլիոն այցելու միջին հաշվով գալիս են ծանոթանալու այս փառաբանված և շատ հայտնի պալատի պատմությանը։